Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության եթերի լուրերու հերթական թողարկումն է այսօր եթերով։ Կարող ենք պայքարել Թուրքիո փողերու լվացման թեմ։ Արևմտյան Հայաստանի Զերզևան ամրոցին մեջ միլիմետրանոց հաշվարկներով պատրաստված չրանցքը կմնա արեղծված։ Արայք Հարությունյանը ձայնքներ դեղատրել է անհայտ կորած ազատամարտիկներու հուշարձանին։ Ժաննա Փարսեղյանը Ստրասբուրգի քաղաքապետ։ Իրավիճակը Սուրիո մեջ։ Աշխարհի երեխաները բարեկամներ են միջազգային առցանց մրցույթին Հայաստանի մասնագիծը առաջինն է։ Արևմտյան Հայաստան խաղը տեղի կունենա միջազգային ասպարեզի մեջ, խաղացողները ֆիզիկապես վատ պատրաստված են, բայց լի են չարամտությամբ։ Ժխտողականության եւ նուրբ ռևիզիզմի ֆոնին յուրացման վերջին գործողությանը կանցնին, իսկ յետքը կչնչեն հանցագործությունը։ Պետությունը եւ անոր պաշտոնատարանցինք ներքրաված են Թուրքիայի հաջորդական կառավարություններու կողմէ 1894-1923 թվականներուն իրականացված հայերու թեմ ցեղասպանության հանցագործությունը։ Այս մայոնեզը պատրաստելու համար մեկ կողմէ մենք ունենք Թուրքիային այժմյան նախագահ Էրդողանին, օրեցօր նվազող վարկանիշով, ով որոշում կայացուցել է ստեղծել անկախ հանձնաժողով պատասխանելու ցեղասպանության մեղադրանքներուն եւ շեշտել այսպես կոչված հայոց ցեղասպանության վերաբերյալ հետազոտությունները ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտությունը, երբ հայերը երբեք ցեղասպանություն չեն կործած, այլ հակառակը ենթարկվել են ցեղասպանության։ Մյուս կողմէ բարոն Թաներ բարձր վարկանիշով գաչակցին CCAS եւ Ֆրանսիայի նախագահը ակնհայտորեն գուղեկցեր սոցիալ-ազգային միջազգայնական կուսակցության կողմէ։ Այս խաղի քննարկը կհանդիսանան ցեղասպանության զոհերն ու վերաբրածները եւ անոնց անթակույց իրավունքները, իսկ հանդիսադեսը Արևմտյան Հայաստանի հայերը։ Վերհիշենք, Սևրի պայմանագիրը 2016 թվականի հունիսի 24-ին վավերացնել է ետք Արևմտյան Հայաստանը որոշում կայացուց ստեղծել ցեղասպանության եւ անոր հետևանքներու նախարարություն, միավորված ազգերու կազմակերպությանը 2015 թվականին ներկայացված հայցաթիմում են ետք եւ այնուհետեւ հայց կներկայացվի բնիկ ժողովուրդներու իրավունքներու միջազգային թադարան։ Ամբողջական հոդվածը դեղատրված է մեր կայքեջին։ Արևմտյան Հայաստանի Զերզևան ամրոցին մեջ, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկին, միլիմետրանոց ճշգրտությամբ կառուցված չրադար համակարգի մեծ մասը կարողացած է կանգուն մնալ 1800 տարի։ Այն ունեցել է շուրջ 8 կիլոմետր երկարություն։ Մինչ այժմ հայտնաբերված 54 չրային ամբարներուն մեջ տասնյակ հազարավոր տոննա ջուր հավաքելով բավարարվել են ամրոցի մեջ գտնվող զինվորներու եւ մարդկանց ջուրի գարիքները, հատկապես երկարատև բաշարման մեջ գտնվելու ժամանակ։ Դիքրանագերդի մեջ գտնվող 124 մետր բարձրության ժայռոտ փլուրի վրա կառուցված Զերզևանի ամրոցը հայտնի է որպես հռոմեական ժամանակաշրջանի ռազմական զորամաս։ Այստեղ թիմավորեր են արևելքեն եկող բանակներուն։ Ամրոցի մեջ կատարված պեղումներու արդյունքին հայտնաբերվել են Միդրայի տաճարը, եկեղեցիներ, վիլլաներ, գաղտնի անցուղիներ, ջրամբարներ, ժայռապորտ ամբարաններ եւ չրանցքներ։ Հայրենիքի համար նահատակվածներու եւ անհայտ կորածներու հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի հանրապետության նախագահ Արայք Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանագերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դեղատրել է անհայտ կորած ազատամարտիկներու հուշարձանին։ Armen Press-ին այս մասին հայտնեցին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի դեղեկատվության գլխավոր վարչութենեն։ Միջոցառմանը կմասնակցեր հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Բարքև arczepiskopos Martirosyan-ը եւ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Ֆրանսիական Ստրասբուրգի քաղաքապետ ընտրվել է Ֆրանսիայի կանաչներու կուսակցության ներկայացուցիչ հայուհի Ժաննա Փարսեղյանը։ Armen Press-ի հաղորդմամբ Ժաննա Փարսեղյանը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր Բերջուհի Բարդիզբանյան Փարսեղյանի ձորնուհին է։ Փարսեղյանը ծնած է 1980 թվականի դեկտեմբեր 6-ին Սյուրեն քաղաքին մեջ, մայրը բրետանացի իրավաբան է, հայրը հայ փաստաբան։ 1998 թվականին Փարիզի, Սյունստերի եւ Բերլինի մեջ ուսանել է ֆրանս-գերմանական իրավագիտության ֆակուլտետները։ 2010 թվականին Արյան Գանչով Ժաննա Փարսեղյանը որոշել է վերամիավորվել իր հայկական արմատները։ Աննախաձեռնել է Հայաստանի հետ համագործակցության շարք մձերակիրներ, գայունը սպասաշրջության, թափոններու վերամշակման եւ սոցիալ-մշակութային փոխանակումներու ոլորտներուն մեջ։ Ստրասբուրգի մեջ Ժաննա ստեղծել է Բարույր Սևակի անունը գրող Սևակ ասոցիացիան, որտեղ աշխատանքային 2 տարվա ընթացքին սորված է հայոց լեզու եւ ծանոթացել է մշակույթին։ Ամերիկյան ռազմական շարասյունը փակացած 200 բեռնադարներ են մուտք գործել է հասակեի նահանգ Իրաքի սահմանային Ալ-Վալիդ անցագետով։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվել են Ամերիկա Միացյալ Նահանգներու 45 բեռնադարներու, 7 զրահաբադ փոխադրողներու եւ թանկերու եւս 1 խմբականակի ժամանման մասին։ Ինչպես կտեսնենք, Ամերիկա Միացյալ Նահանգներու զինված ուժերը չեն շտաբեր հեռանալ Սուրիայի Արաբական Հանրապետության արևելյան շրջաններեն, ավելին վերջին շրջանին գաբելցնեն իրենց ներկայությունը տարածաշրջանին։
Բելարուսի Հանրապետության մեջ անցկացված աշխարհի երեխաները բարեկամներն խորակիրով մանկական նկարի 7-րդ միջազգային առցանց մրցույթի 14-16 տարեկանների խումբին մեջ Հայաստանը ներկայացուցած մասնագիծը Անժել Լավաբիկյանը գրավեր առաջին հորիզոնականը։ Մրցույթին մասնակցել են աշխարհի 27 երկիրները 4500 բադանի նկարիչներ։ Մրցույթի ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի ունեցել է հունիսի 1-ին Բելարուսի Հանրապետության Գեղարվեստի ազգային թատրոնին մեջ։ Այսօրվա համար նախադեսած էինք այս կանը։ Հաջորդին ցեզի կներկայացնենք Նորայր Քարդաշյանի կատարողությամբ խորոդիկ ստեղծագործությունը։ Դեսարովական ողջական դարբերակը ներկայացված է Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության պաշտոնական կայքէջեն։ Մնացեք խաղաղությամբ։